Բարի երեկո սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր ժամին անհրաժեշտ համարեցի ավտոլայվի ռեժիմով անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, որը չգիտեմ, դրանից ավելի կարևոր հարցեր շատ կան, թե շատ չկան, սովորական մարդու համար, երեխա ունեցող հատկապես սովորական մարդու համար։ Հայաստանում բազմաթիվ եվրոպական պատվիրակություններ են, նրանք իրենց հարցերը ունեն, իրենց հարցերն են քննարկում, իրենց շահերը ունեն, այս պահին դրանց չեմ ուզում անդրադառնալ, ոնց եկել են, մեկ-երկու օրից գնալու են, բայց մեր խնդիրները մնալու են մեզ հետ։ Եվ եթե մեղա մանկապղծության դեպք է կոծկվում, դա գիտեք ինչ, դա անբնութագրելի այլանդակություն է, դա վար չկա դրան ասելու։ Այն աշխան, որ ես նույնիսկ մի քանի ճշտումներ եմ արել, որոշ կարևոր տեղեկատվություններ եմ ստուգել նաև, որ ինձ իրավունք է վերապահել դրա մասին խոսել, որովհետև ես տեսա, որ այս օրով, դեպ մամուլի միջազգային օրով, ներքին գործերի նախարարությունը մի ամոթալի, մանիպուլյատիվ, խայտառակ պարզաբանում էր տվել, որտեղ որ լրագրող Սյուզի Բադոյանին շատ կարևոր տեղեկությունը, շատ կարևոր գործառույթ է Սյուզին իրականացնում, հենց այս պահին, հենց այս դեպքով։ Հերթական անգամ այդ լրագրողը ապա տեղեկատվություն է տարածել եւ այլն եւ ինչ-որ պարզաբանումներ են տալի։ Ախր ամեն ինչ պարզ է։ Բացահայտ բաներ կան, որ լավ, այս պահին բացահայտ չեն, բայց բացահայտվելու են։ Տեղ գրավեց ուշադրությունը, Սյուզի հետ եմ խոսել, ոչ միայն Սյուզի հետ եմ խոսել, որոշ հանգամանքներ նաև ստուգել եմ։ Բնականաբար նաև փոխանցել եմ պատրաստակամությունս անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնություն ցույց տալու, բայց իհարկե սա այն դեպքն է, որ ճիշտը այնա, որ կին փաստաբաններ զբաղվեն եւ Փառք Աստծո իմացա, որ նաև գրառում են արել քիչ առաջ Լուսինե Մարտիրոսյանը եւ Վարդուհի Էլբակյանը, որոնց հետ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք, մեկ այլ մաղմկահարույց գործով, ծաղկազարդի գործով, այդ շատ մեր սիրելի փաստաբան ընկերները ստանձնել են արդեն պաշտպանությունը եւ այդ առումով հանգիստ եմ։ Բայց սիրելի ընկերներ, սիրելի քաղաքացիներ, հարգելի քաղաքացիներ, սա եթե տենց ասեն քաղաքական, չքաղաքականացնել, օքեյ, քաղաքականացնել բառը եկեք չօգտագործենք, ինչ բառ ուզում եք անունը դրեք, բայց բոլորիս է վերաբերում։ Ախր մենք տեսնում ենք, չէ, որ մեր ոստիկանությունը, ով որ չի տեսնում, կարող մի փոքր հետաքրքրվի տեսնի, ուշք ու միտքը եւ իրավապահ համակարգի մյուս մարմինները։ Ուշք ու միտքը քաղաքական հետապնդումներն են, բայց այդ մարդիկ ոնց են ժամանակ ունենալու զբաղվելու իսկապես հանցագործություններով։ Եվ սա հաստատ է դրսևորումը ունի, պատճառ ունի սրա մեջ։ Այլ խնդիրներ էլ կարող է լինեն։ Ես այս պահին ինձ իրավունք չեմ վերապահի կատեգորիկ դատողություններ անել։ Բայց մի բան կասեմ, ներքին գործերի նախարարը Արփինեն Սարգսյան վեդիից է։ Եվ որոշ տեղեկություններ եմ լսել իր, չեմ ասում ներգրավվածության, չեմ ասում, բայց որոշակի հարցերի հետ կապված ինքը լավ կիմանա, որ հաստատ պարզաբանման կարիք ունի։ Ու եւ տեսնում ենք ներքին գործերի նախարարությունից խայտառակ պարզաբանումը, դրա մասին ես հիմա խոսել եմ, որ Սյուզին են մեղադրում։ Այդ աղջկան, որը ջրերես է անել այս պատմությունը։ Ու եթե Սյուզին ջրերես չաներ, օրերով կարելի է տեսնել, երբ ինչ գործողություն են կատարել։ Ես մեծ վստահություն ունեմ, որ կոծկվելու է գնալ։ Ընդ որում շատ կարևոր բան կոծկել ասել, ես չեմ հասկանում, որ առհասարակ որևէ բան չէ։ Կարող է ինչ-որ բաներ լինեն։
բայց ոչ բոլորն էին եւ ոչ ամբողջությամբ էր այս ամեն ինչը բացահայտելու վստահաբար։ Եվ դրա նշանները դուք այ հիմա եթե նայեք ներքին գործերի նախարարության պարզաբանումը, հայկական ժամանակին են պարզաբանել, էլի Նիկոլական են թերթին, որը հենց այդ բարերով էլ չանկերտերի մեջ սկսում է, հերթական ապատեղեկատվությունն է։ Այնտեղ որ տեսնեք իրենց պարզաբանումը եւ Սյուզիի գրածները, դուք տեսնեք իրականում ինչա փորձ կատարվել անել։ Ներքին գործերի նախարարը վեդեցի է։ Ես չեմ սիրում տենց անդադ դաս եմ տվել, այս ինչն է։ Բայց փաստա Արփինե Սարգսյանին ես ճանաչում եմ։ Իմ հիշելով դասավանդել եմ։ Ինչ վատ բան չեմ կարող ասեմ, վատ բան չեմ կարող ասեմ։ Եվ փորձում եմ հերու պահել ինձ, ասում եմ լավ ոնց կարող է այս աղջիկը իմացած լինի, բայց ոնց որ թե փաստերը նրա մասին են խոսում, որ ոնց որ թե ինչ որ պատճառներով հիմա չեմ ուզում դա ասեմ։ Շատ քիչ հավանական եմ հավանում, որ նա տեղեկացված չլինի, կարող է ամբողջությամբ չի տեղեկացված լինել։ Եվ ես համարում եմ, որ հատկապես այն կանայք, որ այդքան ասում են, մենք այդքան կանայք կին պաշտոնատարանցիկ, պատկերացնում եք երկու երեխու նկատմամբ խայտառակ սեռական բռնություններ են կատարվել, մի անգամ չի կատարվել։ Լավ, մենք ոնց կարանք այս երկրում հանգիստ ապրել, իմանալով, որ տես բան է լինում ու փաստացի այդ ներքին գործերի նախարարության պարզաբանումը կոստկման մասին է, այսինքն ես բազմիցս եմ ասել, այս իշխանությունների հիմնական զենքը սուտը չի, այլ կիսաճշմարտությունն է։ Կիսաճշմարտությունն է ներկայացված եւ ճշմարտության կարևոր մասը ներկայացված չի։ Նախ եթե ուշադրություն դարձնեք, մեկ երեխայի մասին է այդտեղ խոսքը։ Ես հիմքեր ունեմ, շատ ամուր հիմքեր ունեմ, պնդելու, որ մեկ երեխայի մասին չի եղել խոսքը, երկու երեխայի մասին է եղել խոսքը։ Երկրորդ, մեկ հանցագործի մասին չի եղել խոսքը, երկու հանցագործի մասին է եղել խոսքը։ Իսկ ինչն է պատճառը, որ տենց ինչ որ կիսատ են արել։ Հաղա ինչ որ մեկին բան անելու պատասխանատվությունից ազատելու խնդիր են դրել։ Ինչու՞։ Կարող է ինչ որ մարդկանց հետ ազգակցական կապ ունեցել, կարող է թե չէ։ Նորից եմ ասում, ես Արփինե Սարգսյանին չեմ ուզում սենց ոնց ասեմ, ուղղակի գլխումս չի տեղավորում։ Իմ ճանաչած մարդը, որ ես ճանաչել եմ ուսանողական, չէր կարող իրան ինչ որ նման բանի մեջ մասնակցության, այսպես մասնակցություն ունենալ, լավ սենց ասեմ։ Ու այս մեջ չի կարող դա տեղավորվել։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, ներքին օղակներում ով է դա, ուրեմն ամենախիստ ձևով պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս մարդի այդ ճշմարտ օպերատիվ տվյալներ եք ստացել։ Այդ ո՞նց եղավ, որ Սյուզին ճակերտավոր ավելի շատ օպերատիվ տվյալներ ունի, քան դուք։ Ո՞նց եղավ։ Ուրեմն չեք աշխատում։ Թե հատուկ եք այսքանը տեսնում եմ, այնքանը չեմ տեսնում։ Ո՞նց է տենց լինում։ Կոծկելա ոչ միայն են, որ դուք ընդհանրապես փակում եք, այլ որ ճշմարտությունը կիսատ եք ներկայացնում։ Հələ մի հատ էլ կպտում եք Սյուզիին, ասում եք ապատեղ, ի՞նչ է ապատեղեկատվություն տարածում այդ աղջիկը։ Սա բոլորիս հարցն է, երեխա ունեցող մարդու համար, դա ամենասկզբունքային հարցը լինի։ Որ քրեական օրենսգիրքը, երբ որ բանում մարդը երեխան գնում է ծաղկազարդի ինչ որ միջադեպ է լինում, ոչ մեկի ոչ եք կպտում է ձեռքով։ Բանում փագում եք միանգամից։ Խի այդ մարդկանց չեք փագել։ Ինչ եք արել, հեսա աղջիկները ներգրավելու են ամեն ինչ շատ ինֆորմացիա են ունենալու պաշտոնական process-ի հետ կապված։ Բայց ես արդեն պատկերացնում եմ ինչ պետք է տեղացել։ Elə ո՞նց կարելի է։ Դուք սրբապղծություն ուրիշ ձև ո՞նց է լինում։ Աղջիկները դիմում են գրել գլխավոր դատախազին, փաստաբանները, որ վարույթը տեղափոխվի։ Ես ամենայն անկեղծությամբ նույնիսկ վստահություն ունեմ, որ դա այդպես է լինելու, որտեղ ուղղակի չեմ պատկերացնում, որ սրանով շահագրգիռ չլինեն, նույնիսկ այն մարդիկ, որոնց որ շատ հարցերով մենք բան ենք թեկուզ հանցագործություններ են կատարել։ Հանցագործների 90 եւ ավել տոկոսը այս այլանդակության նկատմամբ զրո հանդուրժողականություն պետք է դրսևորի եւ ամեն ինչ անի, որ բացահայտի։ Անկեղծ ասած ունեմ այդ վստահությունը, որ
տեղափոխվելու է վարույթը եւ պետք է որ այն մարդիկ ովքեր որ այդ կոստմանը այդ ենթադրյալ կոստմանը ենթադրյալ բառը զուտ իրավաբան լինելու համար եմ օգտագործում որ ակնհայտ է որ դա ինչ որ կոստման բաղադրիչներ կան տեսանելի է այդ ամեն ինչը կոնկրետ ես որոշակի ստուգողական այսպես գործողություններ եմ կատարել օդի մեջ չեմ խոսում մի քանի ժամ դրանով եմ զբաղվել այն ոստիկանները, այն մյուս պաշտոնատար անձինք, որոնք դեր են ունեցել թեկուզ այսքան, թեկուզ ճշմարտությունը մի այսքան շեղելուն, շատ կներեք, բայց իմ աչքում, կարող է մի քիչ չափազանցնում եմ, բայց իմ աչքում նրանց արածը ոչ պակաս մանկապղծություն է։ Նրանց արածը ոչ պակաս մանկապղծություն է, որտեղ պատասխանատվությունից ինչ որ մեկին բաց թողնելը, այս հանցակազմով է, որ այ հանցագործությունը սա է։ Այ քրեական օրենսգիրքը սրա համար է, այ բանտերը այսպիսի դեպքերի համար են, այ քննիչները, դատախազները այս դեպքերով պետք է, այս դեպքերը պետք է արմատախիլ անեն։ Եվ քանի որ սա դարել է նուրբ հարց է իհարկե, երեխեքի հարց է եւ այլն, պարզ է որ պետք է անունները չհրապարակել, բնականաբար լուսանկարներ, բան, եթե բայց հենց տեսեք, եք անում են բան, հապատեղեկ հերթական անգամ հապատեղեկատվություն է տարածում, այն դեպքում շնորհիվ Սյուզիի այս հարցը ջրերից դուրս եկավ։ Վեդեցիների հետ ով որ ծանոթներ ունեք, խոսեք մի հատ տեսեք։ Մարդիկ խոսում են, մարդիկ գիտեն ճշմարտությունը, մարդիկ գիտեն իրականությունը։ Ու հարցը ասել է նրան, որ քանի որ պետությունը փոխանակ իր իրավապահ համակարգը զբաղվի սենց հարցերով ու ուղղակի մի անգամից այդ մարդկանց այդ օպերատիվ տվյալներ խեք նախ այդքան ուշ ստացել օպերատիվ տվյալները, բայց ինչևէ, մի անգամից այս հարցերով զբաղվի, քաղաքական հետապնդումներով է զբաղվում, քաղաքական ուժերը ստեղ գնում են մարդկանց հետ հանդիպումների, անպայման ոստիկաններ պետք է որոշ քաղաքական ուժերին ուղեկցեն, ամբողջ ոստիկանությունը նստած է նրա վրա, թե որ քաղաքական ուժի ինչ անը, բայց քաղաքական ոստիկանությանը վերածվել, այդ պատճառների մեջ շատ կարևոր դեր ունի։ Ես խնդրում եմ, որ այս հարցը սիրելի իրավապաշտպաններ, նրանք ովքեր որ ինձ հետ համակիրեն իրավապաշտպանական մեթոդաբանության սկզբունքների, արժեքների հարցում, նրանք ովքեր գաղափարակիր չեն, նրանք ովքեր որ սիրում են, չեն սիրում, то вообще չեն սիրում, սիրելիներս կամ չսիրելիներս, սա ծայրահեղ հարց է։ Սա այն ամենածայրահեղ արժեքների հարց է, եթե մենք այստեղ չունենանք միասնականություն եւ հետեւողական չլինենք, որ մինչեւ վերջ ճշմարտությունը բացահայտվի, մինչեւ վերջ մարդիկ պատասխանատվության, որ այսքան ժամանակ ազատության մեջ են եղել, ես չգիտեմ այսօր ձերբակալել են Սյուզիի գրածից հետո չեն ձերբակալել, վստահ եմ, ոնց հասկանում եմ, այն վստահելի չի տեղեկությունը, որ մարդը անգամ ներքին գործերի նախարարության պարզաբանումն է ասում, մեկի հարցով ներկայացրեցինք, տենց բան եղավ, տենց մի հոգու մասին է խոսում, թե որպես կատարող, թե որպես տուժող։ Տես չի եղել եւ հենց չի որ մի դեպքի մասին է խոսքը։ Ամենևին մի դեպքի մասին չի խոսքը։ Սյուզի էջը որ բացեք մանրամասներ, ես չեմ ուզում լրացուցիչ մանրամասներ ասեմ, որոնց տիրապետում եմ։ Սա մրկեցուցիչ, խայտարակ, այլանդակություն։ Ու դնում են հերթական անգամ ապատել ներքին գործ այս մարդիկ ներքին գործերի նախարարության, այն մարդիկ ովքեր որ դիտակցված այս քայլերին գնացել են, պետք է հետևողական լինել, ոչ միայն կատարողներ, այդ մարդիկ մինչև վերջ պատասխանատվության ենթարկվեն։ Նորից ասեմ, ես անկեղծորեն հուսով եմ, որ վարույթ իրականացնող մարմինը փոխվելու է, հենա, չգիտեմ։ Ես ճանաչում այն մարդիկ թող լինեն, որոնք դուք գիտեք, որ մենք վստահում ենք, որ այդ մարդիկ իսկապես պրոֆեսիոնալ, անկեղծ մարդիկ են եւ իրանք գոնե այս հարցում իրանց այս ոնց ասեմ, խղճի դեմ չեն գնա ասեմ, ինչ ասեմ, ճշմարտությունը կբացահայտեն։ Ես նույնիսկ այն մարմինները, այն կառույցները, որ քաղաքական հետապնդման մեզ բանում, ես տեսել եմ, որ որոշ դեպքերում այսպես այլանդակ բաներով մարդիկ պատվախնդրորեն գնացել են, չեմ արդարացնում ոչ մեկին, դա չի փակում իրենց քաղաքական հետապնդումների մասնակցության մեղքը, բայց նորից ասեմ, նույնիսկ հանցագործների, այդ թվում քաղաքական հետապնդում իրականացնողների 90 եւ ավել տոկոս մարդիկ այս հարցերում պետք է որ պատվախնդրություն ունենան, որտեղ սա մարդ արարած կոչվել, չկոչվելու հարց է։ Մարդ արարած էս թե անասուն։ Ես գժվեցի ներքին գործերի այս նախարարության այդ պարզաբանման վրա է, որ
հերթական ապատեղեկատվություն է, թքեմ ձեր երեսին իսկականից էլի դե, արի ու մի ասա, շատ ներողություն ես արտահայտության համար։ Ոնց կարելի է այդպես բանանել երեխու հարցը։ Հերթական ապատեղեկատվությունը, մարդը փաստերով մանրամասն, ու դուք ձեր օպերատիվ տվյալները չունեք, մարդ պայթում է սիրտը, ոնց կարելի է ասես բան անել։ Հիմա որ ասենք նայում ես այդ երեխեքի աչքերի մեջ գետինն ես ուզում մտնես, որ դու ես երկրում մի քիչ դեր ունեցող մարդ ես ու տես բան է հնարավոր։ Որովհետև առաջին ամբողջությամբ լծված են քաղաքական հետապնդումների հարցը։ Երկրորդ, չգիտեմ այնտեղ ինչ պատմություն է, դա պետք է բացահայտվի։ Եվ ներքին գործերի նախարարի համար բարոյական մեծ պատասխանատվություն ասա։ Ես իսկապես ուզում եմ խիղճս որ հանգիստ լինի հավաստիանամ, որ այդ աղջիկը ոչ միայն այս թեմայի մեջ որևէ այսպես առնչություն չունի։ Շատ եմ ուզում դրան հավատամ, անկեղծ ասեմ։ Այլև մինչև վերջ հետևողական է լինելու, անկախ դրանից, թե իր համաքաղաքացիներից, բացի համաքաղաքացի լինելուց ինչ որ ուրիշ կապեր կան, թե չկան եւ այլն այդ մարդկանց հետ։ Սա ուղղակի սահմռկեցուցիչ բան է։ Ես իսկապես անկեղծորեն կուզեմ տեսնեմ դա եւ ներքուստ հասկանամ, որ չէ, լավ չի կարելի տես մտածել։ Հիմա ինձ ստիպում են, որ ես մտածեմ, որ այդ մարդիկ չէ, իսկապես դրա հետ կապ չեն ունեցել, են ներքևի ինչ որ օղակներ են այս այլանդակություններով զբաղվել։ Այս այլանդակությունը այդ կոսկելու գործողությունը արել։ Որտեղ նորից ասեմ, կոսկելը ինչի է մենակ, որ ոչ մի բան չկա։ Նաև այն է, որ դու ճշմարտությունը կիսատ ես ներկայացնում ինչ որ մարդկանց մեջից անելու համար, ընդ որում շատ ավելի մեղավոր մարդկանց։ Դրա համար էլ վենդետա է լինում։ Մարդիկ պետությունը ինչի համար է, հիմա եկեք հիշենք, էլի, առաջի կուրս, պետությունը ինչի համար է։ Պետությունը նրա համար է, այն ով էր ասել, մարդը մարդուն գայլ է։ Մարդիկ տեսությունը որն է, որ մարդիկ իրար հետ, որ իրար հարցեր իրանք չլուծեն, իրանք վնաստան, իրանք չգնան վնաստան, մինչև վերջ մեկը մյուսին դրա համար ստեղծված է պետություն, որ բոլորի այդ խնդիրը վերցնի իր վրա, ասի ժողովուրդ, մենք կպատժենք։ Մենք իրավապահ մարմիններ ենք ստեղծում, մենք քննչական ենք ստեղծում, ոստիկանություն ենք ստեղծում, դատախազություն ենք ստեղծում, մենք կպատժենք ախպեր։ Դրա համար է պետություն, որ տեսնում են պետությունը ոչ մի բան։ Այն էլ իրանք էլ ասում են, որ օպերատիվ տվյալներ են ստացել։ Չէր կարող այդ օպերատիվ տվյալները այդպես կիսատ պռատ լինել, չէր կարող ուղղակի։ Դες չի լինում պրոստը։ Սենց օպերատիվ տվյալ չի լինում։ Եթե տենց է, ուրեմն պետք է ձեր օպերատիվ բլոկը զրոյացնեք, նորից սկսեք օպերատիվ բլոկ կառուցել։ Եթե տենց է, ուրեմն տենց է, չնայած ես դրան չեմ հավատում։ Բայց դեպքում այդ օպերատիվ տվյալներ ինչի համար է դա։ Քաղաքական հետապնդումների համար է, որ գնաք մարդկանց հետևից մարդկանց բռնեք։ Ումա պետք է պետությունը եթե sense բաներով չպետք է։ Եթե այսպես այլանդակություն պետք է լինի, լրագրողն էլ փառք ու պատիվ, այս օրով, այս մամուլի օրով շատ ցույց է տալի իր ֆունկցիան։ Ցույց է տալի, թե ինչ է նշանակում լրագրող, որ այսպես այս դեպքերը ջրի երես անի ու փոխանակ ասեն կներեք մենք թերացել ենք, սխալվել ենք, մենք հավաստիացնում ենք, որ ամեն ինչ հերթական ապատեղեկատվությունն է տարածում։ Ամոթ բառը դաժե բառ չկա ասել։ Ուղղակի բառ չկա ասել։ Սա պետք է հանրային վերահսկողության տիրույթ մտնի։ Մենք տեսել ենք, որ երբ որ հանրությունը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս հարցերի վրա, դա թեկուզ փոքր, բայց երաշխիք է, որ արդարությունը գոնե մի քիչ կարող է վերականգնվի։ Եվ սա
Ես խնդրում եմ այս հարցը ուշադրության ներքո պահել։ Ես խնդրում եմ իրավապաշտպաններին, մյուս լրագրողներին, որովհետև սա ուղղակի տրավլա է։ Այսինքն, եթե Սյուզին ինչ որ քաղաքական հայացքներ ունի կամ քաղաքական հարցերով է նաև իր գործառույթները իրականացնում, դուք ով եք որ կանգնում ասում եք հերթական ապատեղեկատվություն, չէ՞, հերթական ապատեղեկատվություն, քանի ապատեղեկատվություն է բանարել, որ մի հատ հերթական։ Ու տալիս եք կիսատ տեղեկատվություն։ Շատ մեծ հույս ունեմ, որ խելքները գլուխներ են մարդիկ հավաքելու։ Ուսպես մի հատ սթափվելու են, հասկանան, որ այդպես չի կարելի։ Թեկուզ մենք քաղաքական հետապնդումներ ենք անում, էս ենք անում, բայց սա արդեն չերես չուր ասես չի լինում։ Դրա համար էլ վենդետա է լինում։ Չարդարացնելով որևէ տեսակի իհարկե բռնություն։ Հետո էլ չասեմ բռնությունը արդարացնում։ Մի բան էլ է ուզում ասել, ուզում եմ հիշեմ, չեմ կարողանում հիշեմ, եկան ջղայնացած եմ։ Կան մարդիկ քնչական մարմիններում, այստեղ առաջի հերթին քնչական մարմիններն են առաջնային կարևորության, որոնք դուք էլ լավ գիտեք, որ մենք գիտենք այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը, գիտենք, որ այդ մարդիկ ի վիճակի են սենց դեպքերը պատվախնդրորեն բացահայտել, լուրջ եմ ասում։ Դուք գիտեք, որ մենք էլ գիտենք այդ մարդկանց եւ կարեւոր է լինելու, որ մենք հասկանանք ում է հանձնարարվում։ Քնչական կոմիտեի որ նախ պետքա տեղում դա չքննվի, դա ուղղակի պետքա բացառվի տեղում քննելը, որտեղ այնտեղ արդեն խնդրեմ կա։ Արդեն խնդրեմ կա այնտեղ։ Եվ հանրությունը պետքա պատասխանատվությունը տեսնի։ Ես մի անգամ էլ եմ ասել, իմ համար շատ սկզբունքային հարց է, որ հանկարծ որևէ մեկը հատկապես այս հանցանքներով անմեղության կանխավարկած իհարկե ֆորմալ երևույթ է, դա գոյություն ունի, դա չի կարելի շղթել, բայց նաև սենց հանցագործության մեջ մարդու մեղադրանքը դա պետքա շատ բարձր ուրեմն վստահություն լինի։ Ես մի անգամ սրա մասին խոսել եմ, հիմա էլ եմ ասում։ Մի ֆիլմ կա, որը որ ի վրա շատ է ազդել։ Դանիական ֆիլմ էր, կոչվում էր Ախոտը ռուսերեն, որը հենց սենց իրավիճակների հետ կապված էր եւ խորհուրդ եմ տալիս նայել այդ ֆիլմը։ Եվ դրա համար էլ ես մինչեւ ներքին համոզմունք իմ մոտ չառաջացավ, մինչեւ մի հատ էլ չստուգվեց այդ ներքին համոզմունքը, իմ ներքին համոզմունքը։ Ես ինձ իրավունք չվերապահեցի սրա մասին խոսել եւ Սյուզին էլ է նույնը արել։ Եվ հիմա դուք դնում եք բան եք անում, տես անընդունելի, լավ, այդ բառը ասեմ, չնայած այդ բառը ոչինչ չի նշանակում էս բառակը։ Պարզաբանում եք տալի հայկական ժամանակին, հերթական ապատեղեկատվությունը։ Այսքանը երևի թե ես որպես իրավապաշտպան կենտրոնացած եմ պահելու ուշադրությունս այս դեպքի վրա։ Սա համարում եմ շատ կներեք անձնական հարց իմ համար, բացի իրավապաշտպանականից, որտեղ մեր երեխեքի նկատմամբ այս պղծությունը ես համարում եմ անձնական հարց, տարբերություն չկա, որից երեխան է։ Տարբերություն չկա։ Բոլորս մի նավի մեջ ենք, մի ազգի ներկայացուցիչ ենք։ Մեր համար պետք է սա անձնական հարց դիտել։ Հատկապես այդ պետությունը առնվազն մինչև այս պահը իր գործառույթը շատ վատ է իրականացրել։ Դա շատ մեղմ եմ ասում։ Հերիք չի վատ է իրականացնել, մի հատ էլ բան է անում, այդպես նագլի ավարի, որ հերթական ապատեղեկատվությունը բացեց։ Խնդրում եմ, որպեսզի մեր հանրության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, լրագրողները, այլ ակտիվ ներկայացուցիչները հասարակական դաշտի հատկապես ուշադրության կենտրոնում պահեն, հետևողական լինեն, որպեսզի մենք բոլորս տեսնենք արդարության գոնե մի փոքր վերականգնում։ Եվ դա պետք է տեսանելի լինի պատասխան, որտեղ սա արդեն դարձավ հանրային սեփականություն։ Պետք է տեսանելի լինի ամեն ինչ։ Քննությունն էլ, հետագա մնացած գործընթացներն էլ։
Սա այն հանցագործությունն է, որ մարդու ոտքերը պետքա դողան այս հանցագործության մասին լսելուց։ Եվ մենք պետքա պաշտպանված զգանք, մեր երեխաները պետքա պաշտպանված զգան։ Սա որևէ կերպ հանդուրժելի, ինչ հանդուրժել, սա պետքա արմատախիլ արվող բան լինի։ Սա ուղղակի լրիվ ուրիշ կատեգորիա է։ Ես դրա համար ախր տեսական մակարդակով եմ, ախր ոնց կարող է սա էլ նույն կերպ լինի հանցագործություն, չգիտեմ, ինչ որ սահմանային ռեժիմի խախտումը նույնպես լինի, ոնց մարդը ներքուստ չի համակերպում սրայից, սա լրիվ ուրիշ կատեգորիա է։ Սա չի կարող նույն հասկացությունը լինի, ինչ որ քրեական օրենսգրքում նկարագրված արարքների 60-70-80%։ Սա ուրիշ կատեգորիա է, սա լրիվ ուրիշ վերաբերմունք է ենթադրում։ Եվ այստեղ շատ կարևոր է երկու բան, առաջինը, որ իսկապես շատ ուշադիր լինենք, հանկարծ որևէ մեկի վրա սխալ բան չգնա, դրա մեթոդաբանությունը ակնհայտորեն կա, եւ երկրորդը, հանկարծ որևէ մեկը պատասխանատվությունից չխուսափի։ Լուսինեն եւ Վարդուհին վստահ եմ նրանց ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև հետևողականության եւ մարդկային հատկանիշների մեջ, որտեղ սա էլ է շատ կարևոր, այս հարցերում դա շատ կարևոր է, հոգեբանական մարդկային հատկանիշները։ Բայց ես իմ կողմից ասել եմ, հիմա էլ հրապարակավ եմ ասում, այնտեղ որտեղ որ իմ կարիքը լինի, ես ինչ պետք է գիշեր ցերեկ, ես այս թեմայի մեջ եմ։ Ուղղակի երեխեքի հարցը եւ տղամարդ փաստաբանը ճիշտ չի իմ կարծիքով, որպես ուժողների լիազոր ներկայացուցիչ։ Ուղղակի ճիշտ չի։ Եվ իսկապես պետք է մենք տեսնենք, որ թեկուզ դավաճանն են, թեկուզ SN-ն են, բայց գոնե այս հարցերում չգիտեմ, իմ խոսքով։ Այսքանը հաջողություն։